Կարևորն այն է, որ գոնե կարողացանք կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում։ Դատական նիստից առաջ ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ բանակցային գործընթացի փաստաթղթերը շուտով կհրապարակի։ Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ պետք է ծանոթանա օրեր առաջ ոդքասթի շրջանակներում ունեցած իր հարցազրույցի արձագանքներին, այնուհետև սկսի դրանց պատասխանել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը տվել է մարտական դիրքերը թողնելու բանավոր հրաման, որի հետևանքով հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում, հրաժարվելով դուրս գալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Ըստ հաղորդագրության 2021 թվականի մայիսի 12-ին հակառակորդը օգտվելով Մառախլապատ եղանագից Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը շուրջ 3-ից 3.5 կիլոմետր խորությամբ եւ զբաղեցրել նպաստավոր բարձունքներ։ Արշակ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, որոշում են ընդունել հեռակա վարույթ իրականացնել։ Մեղադրանք է առաջադրվել գեներալ Մանվել Գրիգորյանի դստերը Նաիրա Գրիգորյանին, որը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ մեղադրանքը ներկայացվել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն եւ ակնհայտ անարդար դատավճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու հոդվածներով։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը։ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել, որում ասվում է. «Ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դահլիճում կատարածս հայտարարության, դարձյալ պնդում եմ, որ եթե քննչական կոմիտեի ղեկավարը մինչև նոյեմբերի 13-ը չփաստեց, որ գործում առկա է իբր իմ ձեռագրով գրված ահաբեկչության պլանավորում ծրագիրը, ապա պետք է պաշտոնազրկվի, կոչումազրկվի եւ ենթարկվի քրեական պատասխանատվության, զրպարտության, ճշմարտության միտումնավոր խեղաթյուրման եւ կեղծիքի քարոզչության համար»։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ին ժամը 16:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գազալցակայանում պայթել է բեռնատար ավտոմեքենա։ Ըստ նախնական տեղեկությունների լիցքավորելիս պայթել է գազել մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որից մեկին տեղափոխել են Արմավիր բժշկական կենտրոն։ Մյուս վիրավորին բժիշկները հետազոտել են, օգնություն ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց գնալ։ Պայթյունի հետևանքով վնասվել է 2 ավտոմեքենա։ Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։